Այստեղ եմ նախ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելու իր գործունեության համար։ Փաշինյանը ճանապարհում է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին շնորհակալությամբ, բայց առանց երեսին նայելու։ Շատ գնահատելի է։ Դեմքի ոչ այնքան գոհ արտահայտություն է Արմեն Գրիգորյանի երեսին։ Նա ասես փախցնում է հայացքը։ Այդ ոլորտում Գրիգորյանը եւս շնորհակալ է։ Կուզենայի առիթ օգտագործել նաև շնորհակալություն հայտնել ԱԽ գրասենյակի թիմին, որտեղ որ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել։ Ռոմանտիկ ելույթով է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հրաժեշտ տալիս Արմեն Գրիգորյանը։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանի համար Գրիգորյանի ինքնաքննադատության փորձը համոզիչ չէր, քանի որ նրա ռոմանտիկային հայ ժողովուրդը ծանոթ է։ Ինքը սիրում է ռոմանտիկ բաներ անել, օրինակ իր հարսանիք լեռներում անվանել Շուշիում, եւ հետո առանց աչքը թարթելու շարունակել աշխատել մի մարդ հետ, որը Շուշին հանձնել է։ Գործունեությանը Ինչ չի կարողացել անել արդեն 8 տարի Անվտանգության խորհուրդը ղեկավարած Արևմտյան վեկտորի գլխավոր խոսնակ համարվող Արմեն Գրիգորյանը Ներգրաված եմ եղել, որ կարողանալու է անել Ալեն Սիմոնյանը։ Պաշտոնավարման առաջին օրը Սիմոնյանը խոստովանում է միայն, որ առայժմ ունենալու է օգնության կարիք։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են, եւ կարծում եմ, որ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար հետ աշխատել։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանի գնահատականն է Գրիգորյան Սիմոնյան փոխատեղմանը։ Սա միայն մի բան է ցուցադրում, ինչքան թքած ունի Նիկոլ Փաշինյանը պաշտոնների վրա ու պաշտոնյաների վրա, այսքան առանց որևէ բացատրության կարող է փոխարինել մեկին մյուսով, Անդրում դեռևս անհասկանալի է, դա ավելի լավ է, թե ավելի վատ է։ Շշուկներ կան, թե նոր նշանակման պատճառը միջազգային ավանդական գործընկերների հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ցանկությունն է։ Ըստ որոշ վերլուծաբանների, ի տարբերություն Արմեն Գրիգորյանի, որին Մոսկվան համարում է դրսից ուղղորդվող, արևմտյան գործընկերների ազդեցության տակ գտնվող գործիչ, Ալեն Սիմոնյանը ավելի չեզոք կերպար է համարվում Հյուսիսում, չնայած իր հակառուսական հայտնի հայտարարություններին։ Այլ կարծիք ունի քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։ Փաշինյանը քանի որ իմպուլսիվ մարդ է, շատ հավանական է կարող է պայտակ ինչ-որ բան դուրեկած չլինի, չգիտեմ, այն հայտնի Իգրուշկա ֆիլմի նման, չգիտեմ, ձեռքերն են քրտնած կամ չգիտեմ, հայացքն է ինչ-որ հոգնած բան, հենց որոշել է փոխել, որովհետև էլ եմ ասում, տրամաբանություն չկա, որևէ աշխարհակավ վեկտորի փոփոխություն չկա, նույնիսկ այսպես ասենք ավելի հակառուս գործիչ է բերել Նիկոլ Փաշինյանը, քան ենթադրենք դա համարում էր Արմեն Գրիգորյանը։ Իմ պաշտոնավարման շրջանը։ Բայց կասկած չունի Քոչարյանը, որ հակառուսականության ակտիվ քարոզի համար դեռ պիտի պատասխան տա արևմտամետ Գրիգորյանը։ Արմեն Գրիգորյանին դեռևս առանձին պետք է պատասխան տա այդ ամբողջ հակառուսական այսպես ասենք ինստիտուցիոնալիզացման համար, քանի որ իրենքից կարծիքից էքսպերտները, այսպես ասենք, հիմնական հաճախորդներն են հանրային հեռուստաընկերության, որտեղից իրենք տարածում են ռուսացիացություն։ Որևէ երկրի հետ հարաբերություններ փչացնելու նպատակ չկա, չի եղել եւ չի լինելու։ Ֆակտոր TV-ին վստահեցրել է Ալեն Սիմոնյանը արդեն նոր աղքի պաշտոնում։ Որևիցե երկրի հետ, որևիցե հարաբերություն փչացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կառուսամ ինձ կհաջողվի դրանից հետո իմ փոքրիկ լումաններ դնել եւ հարաբերությունները էլ ավելի լավացնել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարող լավացնել Ալեն Սիմոնյանը, կարծում է Տիգրան Քոչարյանը, ընդգծում, թե Գրիգորյանը, թե Սիմոնյանը կարող են անել միայն այն, ինչ կհրահանգի Փաշինյանը։ Եվ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ մինչ այդ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։